Հակոբյան, խնդրեմ մի քիչ մանրամասնեք։ Նախ դուք հերքում եք, որ ձեր ղեկավարած հիմնադրամը, հիմա որ Երևանում կամ Հայաստանում որևէ քաղաքացու հասցնեն ում հետ է ասոցիացվում, չեն ասի, որ վարչապետի տիկնոջ եւ այսինքն դուք այս փաստը հերքում եք։ Հաջորդը Դանիել Յոհաննիսյանի հետ կապված կոնկրետ ինչ հոդվածով եք դուք պատկերացնում, որ գուցե քրեական պատասխանատվության հարց առաջանա։ Դուք այստեղ թվարկեցիք ձեր իրավունքների, թե որ կոնվենցիաներով ինչ բաներով են խախտվել ձեր իրավունքները, բայց չեք կարծում, որ խախտվել է նաև ընտրական օրենսգրքի եւ նաև վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի հոդվածները, որոնք արգելում են նախագահի հրամանագրից հետո բարեգործությունները եւ նաև Ձեր վերջի հարցի վերաբերյալ այս տարվա մարտի 11-ին, եթե չեմ սխալվում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պարզաբանում է մտցրել բարեգործական հիմնադրամների ընտրություններին առնչվող գործունեության հետ կապված, որտեղ ասվում է. Բարեգործություն իրականացնելու սահմանափակումը վերաբերում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ ասոցացվող անվանումներով այն կազմակերպություններին, որոնք առաջին ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասնակցի համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ, այն է դիտարկվում են կուսակցության կողմից, ղեկավարվում են կուսակցության կողմից եւ երկրորդ հիմնադիրը, հիմնադրամի կամ հիմնադիրները կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել են որպես թեկնածու։ Սրանցից որևէ մեկը Լենա Նազարյանը իմ քայլը հիմնադրամի հիմնադիր անդամներից է, որը չի մասնակցում եւ թեկնածու չէ այս ընտրություններին։ Շատ տարբեր է եւ շատ տարբեր են նշվածը, ինչ ես կարդացի եւ ինչ դուք ասացիք։ Նշված պարզաբանումները իմ քայլը հիմնադրամի գործունեությանը վերաբերելի չեն։ Այդ մեկ, ինչ վերաբերվում է ես ասոցացվում եմ, թե չէ, խնդրում եմ ինքներդ ճշտեք մարդկանց համար ասոցացվում են, թե ոչ։ Ձեր հիմնադրամը չի ասոցացվում, ինչ-որ ուժի հետ։ Ես դրա մասին կարծիք չունեմ, դուք ճշտեք ասոցացումը, Դանիել Յոհաննիսյանի մոտ ասոցացվում է, բայց դա ինչ կապ ունի ընտրության հետ։ Այդ շրջանում է, որ ասոցացումը, եթե մարդիկ ձեզ Ես մեջբերում եմ օրենսդրություններ, մեջբերում եմ կոնվենցիաներ միջազգային, մեջբերում եմ սահմանադրություն, դուք ասում եք եթե մարդիկ։ Դրանք շատ տարբեր երևույթներ են։